Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք անչափ համեղ, գունեղ եւ հիանալի աղցան դդմիկով։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Վերցրել եմ 1 դդմիկ, կիսել եմ կեսից եւ այնուհետեւ այսպես բարակ-բարակ կտրտել։ Այնուհետեւ ավելացնում եմ 1 թեյի գդալ աղ եւ պետք է մի լավ խառնենք։ Խառնում ենք եւ թողնում ենք մնա 15-ից 20 րոպե։ Կարող եք ավելի քիչ թողնել։ Հետո անպայման չորացնում ենք այդ դուրս տված հյութից, քամում ենք հյութը եւ այսպես խոհանոցային անձեռոցիկի վրա դնում եւ չորացնում։ Հիմա կսկսենք տապակելը։ Նախապես թավան տաքացնում ենք, այնուհետև ավելացնում ենք առատ բուսայուղ եւ դդմիկները սկսում ենք տապակելը։ Տապակում ենք բոլոր կողմերով, ընթացքում անպայման շրջում ենք, եթե տեսնում եք տապակվել է, շրջեք մյուս կողմը եւ չենք մոռանում, որ դդմիկները շատ նուրբ են եւ այսպես կտրտած վիճակով ավելի նուրբ է, որպեսզի չվնասենք, զգուշությամբ ենք այսպես շրջում։ Տեսնում ենք, եթե տապակվել է, ապա հանում ենք արդեն թավայից եւ կանցնենք մյուս բաղադրիչներին։ Տապակելու ենք նույն բուսայուղում, չենք ավելացնում բուսայուղ, ավելացրեցի 1 պղպեղ, նույնպես բարակ ու երկար կտրտած, տապակում ենք այնքան ժամանակ, մինչև որ արդեն իսկ տեսնենք, որ լավ տապակված է։ Ընթացքում կարող եք մի փոքր աղ ու պղպեղ ավելացնել, բայց ես չավելացրեցի, վերջում կավելացնեմ աղը։ Հիմա ավելացնում եմ 1 գազար, կրկին ահա այսպես երկար եմ կտրտել եւ կտապակենք այնքան ժամանակ, մինչեւ որ տեսնենք, որ գազարը եփված է։ Տապակելու ընթացքում մի քանի րոպեով կափարիչը դնում եմ վրան, որպեսզի ավելի արագ ստացվի մեր գազարի եփելը։ Ահա այսպես արդեն իսկ տապակվել է, անցնում ենք կարևոր մասի։ 2 ճաշի գդալ վերցնում ենք հենց այն բուսայուղից, որի մեջ տապակել ենք, ավելացնում ենք 1 ճաշի գդալ քացախ, խնձորի քացախ եմ օգտագործել եւ 1 պաճ սխտոր։ Այսպես խառնում ենք, որպեսզի խառնված լինի բաղադրիչները։ Հիմա ավելացնում ենք դդմիկը, գազարը եւ նաեւ պղպեղը։ Հիմա ավելացնում ենք այն թանձրուկը, որը որ պատրաստել էինք բուսայուղից, քացախից եւ սխտորից։ Հիմա ավելացնում ենք համեմ եւ մաղադանոս, կանաչիները առատ պետք է լինի այս աղցանի մեջ, խառնում ենք եւ նաեւ ավելացնում ենք աղ ու պղպեղ, հիմա կավելացնեմ։ Ավելացնում եմ 1 թեյի գդալ աղ, այնուհետև ավելացնում եմ սև պղպեղը թարմ աղում եմ, բայց կարող եք ավելացնել 1 թեյի գդալ։ Այնուհետև այնպես ենք խառնում, որպեսզի մեր դդմիկները չվնասվեն եւ ահա մեր համեղ աղցանն արդեն իսկ պատրաստ է։ Մնում է տեղափոխենք մատուցվող ափսեի մեջ։ Շատ համեղ է ստացվում, խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել հենց այս բաղադրատոմսով եւ այս աղցանը կդառնա ձեր սիրելի աղցաններից մեկը, այս գունեղ ու համեղ աղցանը։ Արդեն իսկ տեղափոխեցի մատուցվող ափսեի մեջ, վայելեցինք, շատ համեղ էր։ Դուք էլ պատրաստեք եւ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։ Շնորհակալություն ձեր դիտումների համար։ Եթե առաջին անգամ եք իմ ալիքում, մի մոռացեք սեղմել լայք եւ բաժանորդագրվել իմ ալիքին։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։